Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 22-ն է, ես երբ որ գիրքերով վերադառնում էի Հայաստանից, տեսա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածեցին Իրանին, եւ հիմա այդ թեմայի շուրջ ենք խոսելու, քանի որ շատ հետաքրքիր եւ կարեւոր իրավիճակ է ստեղծվում հիմա աշխարհում։ Երբ որ գնում էի հունիսի 17-ին, մեկնում էի Ախալցխայից Հայաստան, այդ ժամանակ գրառում էի կատարել, որ հաշված ժամեր են մնացել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածելու են Իրանին։ Կային նաև որոշ մեկնաբանություններ, հիմա դրանք չեմ ուզում անդրադառնալ, թե նման բան տեղի չի ունենա, բայց ես համոզված էի, որ նման բան տեղի կունենա։ Եվ ահա տեսնում եմ, որ գիշերը Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված հասցրեց Իրանի ատոմային օբյեկտներին եւ հատկապես Ֆորդոյի ատոմային օբյեկտին։ 6B2 ինքնաթիռներով 12 մեծ ռումբ են նրանք կիրառել այդ Ֆորդոյի ատոմային օբյեկտի նկատմամբ, բայց այս պայդրությամբ տեղեկություններ չկան ճառագայթման մասին։ Ինչու է դա կարևոր, ես դրան եւս կանդրադառնամ։ Հիմա նշենք, որ ելույթով է հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ասել է, որ միջուկային օբյեկտները ամբողջությամբ ոչնչացվել են Իրանի այժմ խաղաղության ժամանակն է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն շարունակելու հարվածներ հասցնել Իրանին, գովել է Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերին, որ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող էին այդպիսի հարվածներ հասցնել Իրանին։ Հիմա ինչն է կարևոր։ Մենք հիմա լսենք նաեւ թե ինչ է ասում Դոնալդ Թրամփը, հետո շարունակենք Դոնալդ Թրամփը, հետո լսենք նաեւ թե ինչ է ասում Բենյամին Նետանյահուն եւ տեսնենք թե ինչ ռումբ է կիրառել Ամերիկայի Միացյալ Նահանգները պատմության մեջ առաջին անգամ ընդդեմ Իրանի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել շնորհավորել վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Մենք աշխատեցինք որպես թիմ, ինչպես գուցե երբեք ոչ մի թիմ չի աշխատել։ Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Իսրայելի համար այս սարսափելի սպառնալիքը վերացնելու գործում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իսրայելական բանակին իրենց կատարած հրաշալի աշխատանքի համար։ Ամենակարևորը, ուզում եմ շնորհավորել մեծ ամերիկացի հայրենասերներին, ովքեր այս գիշեր վարեցին այդ հզոր մեքենաները, ինչպես նավողջ Միացյալ Նահանգների զինված ուժերին մի գործողության համար, որի նմանը աշխարհը շատ ու շատ տասնամյակներ չէր տեսել։ Շնորհավորում եմ նախագահ Թրամփ։ Ձեր համարձակ որոշումը թիրախավորել Իրանի միջուկային օբյեկտները Ամերիկայի հզոր արդար ուժով պատմությունը կփոխի։ Վերել կառնող առյուծ գործողության ընթացքում Իսրայելը իսկապես զարմանալի բաներ է արել, բայց այս գիշերվա Իրանի միջուկային օբյեկտների դեմ գործողության մեջ Ամերիկան անգերազանցելի էր։ Այն արեց այն, ինչ ոչ մի այլ երկիր չէր կարող անել։ Պատմությունը կարձանագրի, որ նախագահ Թրամփը գործեց աշխարհի ամենավտանգավոր ռեժիմին աշխարհի ամենավտանգավոր զենքերից զրկելու համար։ Նրա առաջնորդությունը այսօր ստեղծել է պատմական շրջադարձ, որը կարող է օգնել մերձավոր արևելքին դրանից դուրս առաջնորդել դեպի բարեկեցության խաղաղության ապագա։ Նախագահ Թրամփը ես հաճախ ասում ենք. խաղաղություն ուժի միջոցով։ Սկզբում ուժն է, հետո խաղաղությունը։ Եվ այս գիշեր նախագահ Թրամփը Միացյալ Նահանգները գործեցին մեծ ուժով։ Նախագահ Թրամփ, ես շնորհակալ եմ ձեզ, Իսրայելի ժողովուրդը շնորհակալ է ձեզ, քաղաքակրթության ուժերը շնորհակալ են ձեզ։ Թող Աստված օրհնի Ամերիկան, թող Աստված օրհնի Իսրայելը, թող Աստված օրհնի մեր անսասան դաշինքը, մեր անխախտ հավատը։ Սա ԳԲ 57 MAV ռումբն է։ MAV նշանակում է զանգվածային զենքի մխոցիչ։ Սա ոչ միջուկային զինամթերք է, պատկանում է ամերիկացիներին։ Սա միակ ռումբն է, որը համարվում է ունակ հարվածելու Իրանի հիմնական միջուկային թիրախներին, որոնք թաքնված են լեռների խորքում։ Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանը, որը գտնվում է Քոն քաղաքից մոտ 95 մղոն հարավ-արևմուտք, համարվում է ուրանի հարստացման համար կարևոր ցենտրիֆուգների պահեստ։ Տարածքը կառուցված է լեռան կողքին, մոտավորապես 80 մետր խորությամբ։ Եվ ահա մենք ինչպես տեսանք սիրելի հայրենակիցներ, Թրամփի խոսքը, Նետանյահուի խոսքը եւ թե ինչ ռումբ է կիրառվել ընդդեմ Իրանի, հիմա խոսենք թե ինչու չկա ճառագայթում
Եթե դուք ուշադիր եք եղել, մենք խոսել ենք այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ հզոր ռումբերը, որոնք որ առաջին անգամ հիմա կիրառվեցին պատմության մեջ նման բան չէր եղել, նրանք կարող են խոցել մինչև 65 մետր բետոնապատ տարածք, իսկ ինչպես մենք գիտենք, Ֆորդո ատոմային այդ օբյեկտը Իրանը կառուցել է ժայռի տակ, ժայռի մեջ եւ նրա խորությունը կազմում է առնվազն 85 մետր։ Բայց եթե ոչնչացվել է այդ օբյեկտը, քանի որ շատ խորն է եղել, ապա կարող է ճառագայթումը փոքր ուր գրանցվի։ Եթե ճառագայթումը գրանցվի, ուրեմն կարող է հաստատվել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին հաջողվել է խոցել Իրանի ատոմային ծրագիրը եւ այն ամբողջովին ոչնչացնել։ Չնայած որ իրանական կողմը հստակ ակնարկում է, որ ոչինչ չի պատահել եւ Նատանզեի եւ Ֆորդեի օբյեկտները նորմալ, ճիշտ է, Իսրայելը բավականին լուրջ վնասել էր հատկապես Նատանզեի օբյեկտը, բայց Ֆորդոյի օբյեկտը ըստ իրանական կողմի կարծես թե չի վնասվել, բայց դա կարող է իրականությանը չհամապատասխանել։ Բայց ինչն է այստեղ կարևորը։ Ինչի Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված հասցրեցին եւ խնդիրը նրանում է, որ Թուրքիան փորձում էր հիմա միջնորդական դերակատարություն ստանձնել, փորձում էր կապի դուրս գալ Այաթոլլահ Խոմեյնիի հետ, բայց քանի օր է Այաթոլլահ Խոմեյնին չկա, կորել է եւ ընդհանրապես կապի դուրս չի գալիս։ Իրանական կողմը ասում է, որ ինքը միայն մեկ հոգու հետ է շփվում, մեկ հոգու միջոցով արտաքին աշխարհի հետ եւ գտնվում է բունկերում, որը բունկերում։ Բայց չի բացառված, որ նա նաեւ արդեն կենթանի չէ, նաեւ չի բացառված, որ շատ է վախեցած դրա համար ամբողջովին մեկուսացվել է աշխարհից։ Նաեւ կարծիք կա, որ ինքը կարող էր հենց Ֆորդոյի ամենախոր նկուղային հարկում գտնվել այդ ատոմային ծրագրի հետ միասին, քանի որ ամենապաշտպանված փաստացի օբյեկտը Իրանում հենց այդ Ֆորդոյի ատոմային օբյեկտն էր։ Հիմա արդեն Իրանից հայտարարություններ կան, որ իրենք պատասխանելու են, դրանից բացի Պուտիններն են ակտիվացել, նրանք էլ ասում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրենց նախորդ պայմանավորվածությունները այլևս չեն աշխատելու եւ սպասվում է հարված Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաներին։ Ես մոռացա ասելու, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ իրենց նավերից տամագավ հրթիռներ են կիրառել։ Սուզանավերից, եթե ավելի ճիշտ է լինենք, Սուզանավերից մոտ 30 հատ տամագավ հրթիռ է արձակել այդ օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Եվ կարևոր է նաև այստեղ նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչև հարվածելը կապ է հաստատել Իրանի իշխանության հետ եւ հետո նոր այդ հարվածները իրականացրել է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն ուզում, որ այս պատերազմը շարունակվի եւ ասում են, որ մեր նպատակը չէ, որ ռեժիմի փոփոխություն տեղի ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կարևոր է նշել, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ հարավության հրթիռ է արձակել, իրենց ասածով դա նոր տեսակի բավականին լուրջ հրթիռներ են եւ հարվածել է Թել Ավիվին եւ Հայֆային, կան բազմաթիվ վիրավորներ, փլված շենքեր, կարծես թե կան նաեւ զոհեր այս հարվածի հետևանքով եւ իրանական կողմը նշում է, որ հիմա արդեն շատ ժամանակակից հրթիռներ է սկսել կիրառել Իրանը, որը որ իբր Իսրայելի օդուժը չի կարող խոցել օդում։ Իսկ իրականում մենք տեսնում ենք այն, որ եթե նախկինում 100-ից խոցում էին մոտ 97-96 հրթիռ, ապա հիմա այս հրթիռներից 20-ից մոտավորապես խոցում են 19 կամ 18 հրթիռ։ Այսինքն իրոք ինչ որ այլ տեսակի հրթիռներ է սկսել կիրառել Իրանը, բայց այդ քանակությունը այլևս չունի։ Բնականաբար, եթե ժամանակակից են, ապա այդ քանակը չեր էլ ունենալու։ Հիմա թե ինչպես կարող են զարգանալ դեպքերը մոտակա ժամերի ընթացքում։ Նախ արդեն կարևոր է նշել, որ Հորմուզի նեղուցից արդեն 50 նավթային տանկերներ են արագ դուրս գալիս, քանի որ Իրանը խոստացել էր, չէ որ փակի Հորմուզի նեղուցը եւ դա կարող է բավականին շատ լուրջ խնդիրներ առաջացնել աշխարհում, հատկապես նավթի համար գները միանգամից մի երկու անգամով
կթանկանան միանգամից այդ բանը տեղի կունենա, այսինքն կարող է արդեն այս ամենը ավելի մեծ պատերազմի նախանշան լինել։ Եթե իհարկե Իրանը հիմա որոշում կայացնի հարվածներ հասցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր ռազմական օբյեկտներին, ինչը կարծում եմ Իրանը կարող է նման փորձ անել, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չնայած որ կարող են դրանք նաեւ խոցել, բայց չի բացառված, որ այդպիսի հրթիռներից մեկը, ինչպես որ օրինակի համար ընկնում է իսրայելական քաղաքների վրա, ընկնի նաեւ ամերիկյան ռազմաբազաների վրա, այնպես որ այդպիսի խնդիր եւս կարող է հիմա ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց սա չի ամենակարևորը։ Կարևորը այն է, որ եթե հիմա Ֆորդոյից որևիցե ճառագայթում չլինի, դա նշանակում է այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ռումբերը չեն կարողացել խոցել եւ ամբողջովին ոչնչացնել Իրանի ատոմային ծրագիրը։ Իսկ դա կարող է արդեն հանգեցնել շատ ավելի վատ սցենարների, եթե Բենյամին Նետանյահուն չբավարարվի Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածով։ Հələ բոլորը կարծես բավարարված են, բայց մի փոքր ուշ մենք կտեսնենք, կարող ենք տեսնել լրիվ այլ պատկեր եւ այդ ժամանակ ես չեմ բացառում, չեմ կարծում, որ շատ արագ այդ որոշումը կայացվի, բայց նման որոշում համենայն դեպս կարող է կայացվել, ես չեմ կարող սա բացառել, հավանականությունը կարող է համեմատաբար քիչ է, որ նման որոշում կայացվի, բայց կարող է որոշում կայացվել, որ Իսրայելը իր ատոմային զենքը, տակտիկական ատոմային զենքը կիրառի Ֆորդոյի վրա։ Այսինքն փորձեն ատոմային զենքի միջոցով, տակտիկական ատոմային զենքի միջոցով լուծել այդ Ֆորդոյի իրանական ծրագրի հարցը։ Եթե դա տեղի ունենա, դա արդեն աղետ է լինելու միանշանակ, քանի որ դա ատոմային զենք է եւ ոչ միայն բավականին լուրջ պայթուն է լինելու, այլ նաեւ բավականին լուրջ ճառագայթում է լինելու։ Էլի այն չի կարող համեմատվել իմ պատկերացմամբ կոնկրետ ատոմակայանների հետ, այսինքն Չեռնոբիլի հետ մենք չենք կարող դա համեմատել դրա ճառագայթումը, բայց հարվածային ուժը չափազանց մեծ է լինելու։ Բայց էլի հարց է, թե այն կխորանա դեպի ներքև գետնու տակ, թե ուղղակի այդ հարվածի ուժը կտարածվի բավականին մեծ տարածության վրա։ Վերջին անգամ գիտեք Հիրոսիմա Նագասակիում էր կիրառվել ատոմային ռումբ։ Եվ եթե Իրանն էլ հասցրել է ինչ-որ մի բան ստեղծել ժամանակին, անցած տարի խոսվում էր, որ ստեղծել են մոտեն կամ պետք է ստեղծել, 1 շաբաթ է մնացել, 1 ամիս է մնացել, անցած տարվանից անցել է 1 տարի եւ հիմա էլի 1 ամիս էր մնացել իբր Իրանին ստեղծելու ատոմային ռումբ։ Եթե Իրանը հասցրել է կամ ինչ-որ միտեղից ստացել է ու փորձի պատասխան հարված հասցնել Իսրայելին, Իմիջիայլոց Իսրայելը այդ մասին չի խոսում, չեն քննարկում, չգիտես ինչու, բայց կարծում եմ, որ վտանգը կա այնուամենայնիվ, որ Իրանն էլ ի վիճակի է նման սցենարով առաջ գնալ, դրանից համար Պակիստանն էլ շատ է ոգևորված, ճիշտ է իրենք հասկանում են, որ նման բան անելու պարագայում իրենց վերջը գալու է, Պակիստանը նման քայլի եթե դիմի, պատկերացնում եք, չէ՞ ինչ կլինի, բայց այս աշխարհում արդեն ոչինչ չի կարելի բացառել, սիրելի հայրենակիցներ, ճիշտ է անշնորհակալ գործ է նման գնահատականներ տալը, բայց ահա այսպիսի իրավիճակի հիմա ստեղծվում Իրանի շուրջ։ Չեմ ուզում առաջ ընկնել, այն որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված էր հասցնելու Իրանին, դա միանշանակ է, ես դրա մասին հստակ ասեցի եւ հստակ համոզմունք հայտնեցի։ Իսկ այն, ինչի մասին ես հիմա խոսում եմ, սրանք ուղղակի մտավախություններ են եւ ենթադրություններ են։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, հետևենք իրադարձությունների զարգացմանը։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։